Իմ բալանսավորված նախաճաշը ու տաք համով թեյը։ Սյունա խաղում օդի մեջ, մանր գալիս է, -1 ջերմաստիճանը, չի նստի դե մանր սյունա, բայց գալիս է էլի զգուշացնում է։ Եկեղեցու զանգի ձայները մինչև այստեղ լսվում են, որ պատուանը փակ է լինում, չի լսվում։ Զանգը տվին ու գնացին, տենց էլ գիտեի, պատվերն են բերել դրել, հետաքրքիր է, որ ասենք ուշ դուրս գանք կամ տանը չլնենք էլի, ոնց է լինելու այս պատվերի ճակատագիրը, ձյունը շարունակվում է գա, ուժեղացավ մի քիչ, կարճ ասած ձմեռ է, ժողովուրդ ջան, բայց լավ է, որ գալիս է, գա վիրուսները մի քիչ մաքրի։ Քան է գնում ուժեղանում է։
Ես ուզում եմ, որ շարունակվի, որովհետև շատ սիրուն է, չնայած որ ցուրտ է։ Մի քանի օր էլ վայելեմ այս գեղեցկությունը, որ կհավաքեմ արդեն։ Խաշած ոսպ ունեմ, ուզում եմ աղցան սարքեմ, հիմա մի փոքր սոխ կտրատեմ, ավելացնեմ վրան, այս գազի վրա արդեն բրինձ եմ խաշում, հենց այս ձևով էլ պետք է կտրատեմ քառակուսիներով։ Մեկ ասեցի կարմիր սոխ լցնեմ, կարմիր էլ ունեի, բայց մտածեցի, որ սպիտակ սոխը ավելի շատ կսազի ոսպի գույնի հետ, սազելուն էլ ենք էլի նայում։ Թարմ սոխը սխտորը ունեն հակաբորբոքիչ հատկություն ենա, որ հոտերը որ բանա, դրա համար մարդ դքան չի ուտում, էլի, հում չենք ուտում, եփած վիճակում ենք ուտում։ Այս ավելացնեմ սրա վրա։ Կարելի է բարակ կտրատել ուրիշ ձևով։ Ես հիմա արագ սացարկում եմ, այնպես որ ձևին շատ չեմ ուշադրություն դարձնում, չնայած միշտ դարձնում եմ, իմ համար ձևն էլ է կարևոր։ Համեմ կավելացնեմ։ Զգում եք ձայնս ոնց է խռպոտվել։ Բրինձը շուտ եփող բրինձ է, 10-12 րոպեում է եփվում։ Հիմա այս աղցանը արագ պատրաստեմ, բրինձն էլ պատրաստ լինի, հետն էլ ուզում եմ մի հատ փակած տոմատով չէ, բանով, լոլիկով աղցան պատրաստեմ բրինձի համար, հետն էլ ունեմ սպանախ ու երեկվա խաշած արտիշոկից ունեմ 2 հատ։ Կանաչին էլ ավելացնենք, հեսա մի քիչ էլ ձետ աղոր սև պղպեղ էլ կավելացնեմ։ Մի քիչ աղ, մի քիչ սև պղպեղ, մի փոքր էլ խաղողի կորիզի ձետ։ Քանի հատ էլ նռան հատիկով այսպես զարդարեմ, որ սիրուն լինի, գույնը շատ գորշ չլինի, էլի, համ էլ նուռը շատ օգտակար է։ Հեշտ, հասարակ, օգտակար, ժողովուրդ ջան, ոսպը շատ սպիտակուցներ է պարունակում, այնպես որ պատրաստեք, անուշարեք։ Մի աման այս փակած լոլիկներից պետք է օգտագործեմ։ Բլենդերով կմանրեմ, բրինձի վրա մի քիչ սև պղպեղ եմ ցանում, աղ արել եմ ջրին, բայց մի քիչ էլ կավելացնեմ, որտեղ աղը ոնց որ ինչպես միշտ քիչ եմ արել։ Բասմատի բրինձն է։ Այսպես մի թեթև խառնում եմ։ Բրինձը խաշել եմ, ձիթա պետք է ձեթ եմ լցրել կաթսայի մեջ տաքացել է, հետո նոր քամած ու սառը ջրի տակ պահած բրինձը ավելացրել եմ ձեթի վրա, աղ սև պղպեղ։ Սպանախը լվացրած էր արդեն, բեյբի սպանախներն են Lidl-ի։ Ես նորից չեմ լվացրել։ Ձիթա պտղի ձեթ եմ լցրել կաթսայի մեջ, տաքացել է ու ավելացրել եմ սպանախը։ Միանգամից մի փոքր աղ լցրեցի վրան, որ ոնց որ հյութը դուրս տա ու տակը չվառվի։ Այդպես կափարիչով ծածկեցի, այդպես եփեց, փոքրացավ, վերջում նորից մի փոքր աղ եմ ավելացրել ու սև պղպեղ։ Լոլիկը պյուրեացրի, մի փոքր տեղ թողեցի, որ խոշոր մնա։ 2 հատ փոքրիկ սխտոր կկտրեմ վրան, հենց այսպես,
Այնքան մանր սխտորիկներ են ու ինձ քիչ էլ պետք է, դրա համար էլ ոչ քերիչով եմ անում, ոչ էլ են ճզմիչով, մի անգամից էսպես կտրեմ լոլիկի վրա։ Ես խոհանոցում սիրում եմ իմպրովիզներ անել։ Կարող եմ նույն սոուսը, որ մի անգամ ուրիշ ձև եմ սարքում, մյուս անգամ նորից ինչ-որ բան փոխեմ, ուրիշ ձև անեմ։ Սիրում եմ իմպրովիզներ խոհանոցում։ Սրա վրա պետք է ավելացնեմ սոուսի համար նախատեսված ռոմ, սերուցք։ Ես 20%-անոցն է, քիչ եմ լցնելու։ Երև մի 50 գրամ։ Սպիտակ սոուսները բրնձի հետ շատ են սազում, որ երկար եփվելու կարիք էլ չունի։ Մի անգամից ավելացնում եմ հիմա աղը, պարտադիր սև պղպեղ, քրքումի փոշի, օրեգանո, փոքրել չորացրած սամիտ։ Վերջում ավելացնում եմ ամենակարևորը քերած պանիր։ Ամբողջությամբ դատարկեմ։ Էմենտալ պանիրն է էս։ Հիմա խառնում եմ։ Եթե զգամ, որ պետք է պանիրը մի քիչ կավելացնեմ։ Մի քանի րոպե թողնում եմ եռա։ Վերջ ժողովուրդ ջան, իմ սոուսը պատրաստ է։ Քանի ամբողջությամբ չի թռել, այս գազը ապականել, անջատում եմ։ Բարի լույս իմ շատ սիրելի բարեկամներ, բարի լույս իմ հարազատ դարձած մարդիկ։ Մազերս ներկել եմ, ֆենով չորացրի, բայց ասի մի քիչ թողնեմ այդ խոնավությունն էլ քաշի, նոր հավաքեմ, որ բան չլինի, առանց էլ հիվանդեմ, լավ գրիպեմ։ Դրա համար այսպես ուռել, դեզդեմոնայա դարել, չնա չորացնելուց տաքությունից պաշտպանող բան եմ փչում վրա։ Հավաքեմ մի հատ։ Մեկ ասեցի զանգեմ բժշկին, հանդիպում խնդրեմ այսօրվա համար գնամ, բայց հետո գրիպն է հիմնականում ու հազն է, ջերմություն չունեմ։ Ասի չէ, կարող է լավ լինեմ, եթե վաղն էլ տեսնեմ ինքնազգացությունս լավ է, որ խոսում եմ հազարս գալիս է։ Եթե վաղն էլ ինքնազգացողությունս լավ լինի, գործի կգնամ, բայց բանն է, որ դիմակով չեմ կարող աշխատեմ, ուրիշներն էլ չեմ ուզենա, որ ես վարակեմ։ Տեսնեմ բլը ոնց կանեմ, ամեն դեպքում այսօր ես գործի չեմ ու դրա համար այդպես բժշկի գնալու բան չարեցի, չնախաձեռնեցի, էլի որ գնամ բժշկի, մեկը պետքա պարացետամոլ նշանակի, պարացետամոլ էլ ես էլ եմ հասկանում, որ եթե պետք լինի կխմեմ, առանձնապես չեմ էլ սիրում այդպես խմեմ։ Ինչևէ, բայց հազը զգում եմ, որ այն առաջի օրերի համեմատ մի քիչ ավելի լավ է դրա համար, թե չէ, մենակ ինձ այդ կարող է այդ անհանգստացներ։ Ինչևէ, ժողովուրդ ջան, քանի որ տանն էի վաղն էլ գործի, ասեցի մազերս ներկեմ, ներկեցի, մի քիչ էլ ասեցի շպարվեմ, որ ոնց որ ես այս հիվանդությանը, այս վիրուսին նաև այդ ձևով էլի հաղթեմ, ու այդպես է, չէ, որ մեզ մի քիչ կարգ ենք հրավիրում, տրամադրությունն էլ է փոխվում, ինքնազգացողությունն էլ է փոխվում։ Ահագին շատ ջուր եմ խմել, իմ սիրուն նախաճաշը դուք տեսաք, նախաճաշել եմ, սուրճ եմ խմել, հիմա ուզում եմ վիտամին D խմեմ, օրը մի հատ պարտադիր։ Մենակ ամառվա 2 ամիսը կարելի է չխմել, իսկ մնացած փաստորեն տարվա 10 ամիսը պետք է խմել վիտամիններ։ Այս եթե նայեցիք անցյալ վլոգը, իմունիտետի համար պատրաստել էի, հիմա էլի կխմեմ, շատ լավն է, հուսով եմ դուք էլ սարքեցիք, խմեցիք, պետք չի հիվանդանաք նոր։ Էլի սիրուն բաժակով, պոչով բաժակով եմ խմելու, այսպես ավելի հաճելի է։
Ահա ժողովուրդ ջան, մոտիվացրեցի ձեզ, թե սարքեք ու խմեք, իմունիտետը բարձր կպահեք ու առողջ կլինեք, թող որ նոր տարին իրոք առողջություն բերի մեզ, բայց այդ ոչ թե որպես կենաց ենք ասում, այլ գործողություններով պետք է անենք։ Նոր տարին ինչ անի, խեղճ տարին փոխվել է, այ նոր սկիզբ է դրել մեր կյանքում, նոր հույսեր, նոր սպասումներ, նոր ձգտումներ ու նոր ձեռքբերումներ, ու թող մենք մեր առողջության ու անձամբ մեր եսի համար էլ նոր սկիզբ դնենք ու տեր եղնենք մեր առողջությանը վերջապես։ Այդ առողջությունը ոնց պետք է պահպանենք, եթե մենք որևէ քայլ չանենք։ Այնպես որ իմ սիրելի բարեկամներ, սկսենք իմունիտետը բարձր պահելուց։ Ասեմ, որ առավոտ մինչև մազերս ներկելը մարզվել եմ, համ կարճովարժություններ եմ արել, համ էլ 3 կիլոանոց գանտելներով վարժություններ եմ արել։ Եթե ձեզ հետաքրքրում է, ես կարամ ձեր համար մի անգամ նկարեմ, որ ձեզ մոտիվացնեմ։ Այնպես որ արել եմ իմ ինքնազգացողությունը հիմա երևի դրա համար էլ այսքան լավ է, շատ լավ եմ ես ինձ զգում հիմա ֆիզիկապես։ Այդպես սիրելի բարեկամներ, տեսակ արդեն ահագին բան արել եմ, հացը սարքել եմ, բոլոր ճաշակների համար ուտելիք կա պատրաստի։ Իդեպ այսօր Սուրբ Ծնունդն է, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծնունդի առթիվ, թող Քրիստոսի լույսը անպակաս լինի բոլորիս օջախներից, թող միշտ լույս, ջերմություն, սեր, առողջություն լինի բոլորիս օջախներում։ Երբ որ սեր եմ ասում, ժողովուրդ ջան, սերը իմ համար ենթադրում է ուշադրություն։ Սեր նշանակում է ուշադրություն։ Եթե չկա ուշադրություն, ոնց պետք է ցույց տաք, որ սիրում եք։ Ասենք, եթե ես սիրում եմ իմ հարազատին, այդ ուշադրության պետք է ցույց տամ, ուրիշ էլ ոնց ոչ եմ ասելու, ես քեզ սիրում եմ ու վերջ, սիրեցի, հա, խոսքերով ասեցի։ Ու նույնը բոլոր հարաբերությունների մեջ սեր նշանակում է ուշադրություն։ Նոր տարին սկսվեց շատ հարազատ, արյունակից, իմ հարազատի կորուստով սկսվեց այս նոր տարին, ով որ իմ մանկության, իմ ծնողների, իմ ամեն ինչի վկան էր, կենդանի վկան էր, ու ցավոք սրտի հունվարի 1-ին ինքը հեռացավ կյանքից, ու թող լույսերի մեջ լինի, թող լույսերի մեջ լինեն մեր բոլոր հանգուցյալները, մեր ծնողները։ Ինչևէ ժողովուրդ ջան, կներեք, ուզում եմ ասեմ, այնքանով եմ գոնե հանգիստ, որ երբ որ Հայաստան էի գնացել տեսել եմ իրան, որովհետև ինքը ես իմ ծնողների, հատկապես իմ պապայի կարոտը ես իրանից էի առնում։ Ու շատ ուրախացա, որ գնացինք, տեսանք, բան, քույրիկիս հետ գնացինք, տեսանք, ինքը շատ ուրախացավ, շատ, չգիտեմ, ու որոշել էի, որ հաջորդ գնալուց էլի պետք է գնամ իրան տեսնեմ։ Ու ցավոք սրտի հեռացել է կյանքից, ու մտածում եմ էլի, ասում եմ, այդ սերը, օրինակ, թեկուզ հենց իր հանդեպ, որ ցույց էին տալիս, այդ ուշադրությամբ էր, չէ՞։ Ընդհանրապես մեծերին ինչ է պետք։ Ընդհանրապես մարդուն ինչ է պետք, ուշադրություն։ Ոչ նվեր, ոչ մի բան։ Ժամանակ, այսինքն պետք է ժամանակ տրամադրել։ Եթե սիրում ես մարդուն, իր կենդանության օրոք, ում խոսքերն են, շատ իմաստուն խոսքեր են։ Եթե սիրում ես մարդուն, իր կենդանության օրոք պետք է սիրես, պետք է ուշադրություն ցույց տաս, պետք է գնահատես։ Եթե չէ, ասենք մարդը մահացավ, գնացիր մարդու մահից հետո, չգիտեմ, գնացիր հիշատակը հարգելու, գնացիր իր հուղարկավորությանը։ Այդ մարդը հո չի տեսում, որ գնացել ես, գնա, ուզում ես քեզ կոտորի, գնա, չգիտեմ, մազերդ պոկի, գնա ծաղիկներով շիրիմը ողողի։ Հո ինքը էլ չի տեսնելու, ում է պետք է ուշացած այդ ամեն ինչը։ Մարդուն պետք է գնահատել իր կենդանության օրոք, հատկապես մեր մեծերին, որ իրոք մեզ կապում են մեր անցյալի հետ։
մեր ամեն ինչն են, մեր արյունն են, մեր հիշողություններն են, մեր սրտի մի կտորն են։ Ինչև է ժողովուրդ ջան, չկայացա ձեր հետ չկիսվեմ, ուղղակի ուզում եի ասեի, որ մարդկանց պետք է սիրել կենդանության օրոք, մնացած ամեն ինչ անցողիկ են, սուտ են, բոլորն են զբաղված են հիմա, բայց մեծահասակները ուղղակի ուշադրություն են պահանջում։ Մեր մի վլոգում էլ ասեցի, չէ՞ մարդը այսօր կա, վաղը չկա, դրա համար հարգենք մեծերին ու սիրենք ու մի քիչ ժամանակ տրամադրենք ու ուշադրություն տրամադրենք։ Էդ է պետք մենակ, մեծերին մեզանից, մենակ էդ է պետք։ Մենք էլ ենք արդեն մեծ համարվում հիմա, երբ որ մեծերը գնում են, մենք ենք արդեն մեծ համարվում, ուրեմն երիտասարդներին եմ ուղղում իմ խոսքը, եթե ինձ երիտասարդ հետևողներ էլ գիտեմ, որ ունեմ, մեծերին հիմա սիրեք, հիմա գրկեք, հիմա ասեք, որ սիրում եք, ժամանակ տրամադրեք, ուղղակի գնացեք գրկեք, քանի իրանք կան։